Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալում լարվածության նոր, մինչ այս չտեսնված գիծ է բացվում, որը գլխի վայր շրջում է մեր պատկերացումները հերոսների, մասնավորապես Մանանի մասին։ Եթե մինչ այս մենք տեսնում էինք փխրուն, սիրահարված եւ հաճախ արդյունքներին տրվող աղջկա, ապա այսօրվա անոնսը մեզ ներկայացնում է բոլորովին այլ կերպար։ Վճռական, համարձակ եւ նույնիսկ վտանգավոր։ Մանանը հերթական անգամ գաղտնի դուրս է գալիս տանից եւ գնում Գրիշոյի հետ հանդիպման, սակայն ուշադրություն։ Այս անգամ նա չի գնում սեր մուրալու, չի գնում արդարանալու կամ հարաբերություններ պարզելու։ Նրա այցը նման է վերջնագրի։ Մանանի սրտում այլևս ոչ թե կոտրված սերն է խոսում, այլ քրոջ պարտքը։ Նա ունի մեկ եւ միակ նպատակ՝ փրկել եղբոր Լեոյի կարիերան եւ ապագան։ Տեսնելով, թե ինչպես է Հունանը փորձում ոչնչացնել Լեոյին, զրկելով նրան մարզումներից եւ մրցումներից, Մանանը որոշում է խաղալ մեծերի կանոններով, կիրառելով ամենադաժան զենքը՝ շանտաժը։ Եվ այստեղ բացահայտվում է սերիալի ամենասարսափելի գաղտնիքներից մեկը, որը կարող է կործանել մակուցների ամբողջ կայսրությունը։ Մանանը, կանգնելով Գրիշոյի դեմ հանդիման, բացահայտ հայտարարում է. եթե Գրիշոն չազդի հոր վրա եւ չստիպի նրան վերականգնել Լեոյի իրավունքները, ապա ինքը լռելու ուխտը կխախտի եւ բոլորին կպատմի ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը սառեցնում է արյունը։ Պարզվում է, որ Գրիշոն, ով միշտ ներկայանում է որպես ինքնավստահ տղա, իրականում ապրում է մարդասպանի խարանով։ Տարիներ առաջ նա, լինելով ոչ սթափ վիճակում, խմած, նստել է մեքենայի ղեկին, կողքին ունենալով իր ամենամտերիմ ընկերոջը։ Այդ անպատասխանատու քայլը հանգեցրել է ողբերգական ավտովթարի, որի հետևանքով երիտասարդ տղան մահացել է։ Սա պարզապես վթար չէ, սա հանցագործություն է, որը Հունանը, օգտագործելով իր կապերն ու փողերը, ներկայացրել է որպես դժբախտ պատահար, փրկելով որդուն բանտից, բայց ոչ խղճի խայթից։ Մանանը հարվածում է հենց այդ ցավոտ կետին։ Նա ցույց է տալիս, որ տիրապետում է ինֆորմացիայի, որը կարող է Գրիշոյին ուղարկել ճաղերի հետև։ Գրիշոն իհարկե շոկի մեջ է, նա երբեք չէր սպասի, որ այդ աղջիկը ունակ է նման հնարամտության եւ դաժանության։ Բայց Մանանը մարտական է տրամադրված, նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ սեփական անվտանգությունը վտանգելու, միայն թե եղբայրը չտուժի։ Սա արդեն սիրային դրամա չէ, սա գոյամարտ է, բառի սփուն իմաստով։ Սակայն ճակատագիրը կարծես որոշել է փորձության ենթարկել Սարգսյանների ընտանիքի տոկունությունը բոլոր ճակատներով։ Մինչ Մանանը միայնակ պայքարում է գիշատիչների դեմ, փորձելով փրկել Լեոյին, մյուս կողմում օգնության կարիք է ունենում նրանց մյուս եղբայրը՝ Դավիթը։ Տեղի է ունենում մի նոր սարսափելի դժբախտություն։ Դավիթը ստանում է ծանրագույն այրվածքներ եւ շտապ տեղափոխվում հիվանդանոց։ Իրավիճակի ողբերգականությունը կայանում է նրանում, որ դժբախտությունները գալիս են միաժամանակ։ Լեոն, ով տանը զայրացած պատրաստվում էր դուրս գալ Մանանին գտնելու եւ տուն բերելու համար, հանկարծ ստանում է այդ չարաբաստիկ զանգը։ Մի վայրկյանում նրա զայրույթը փոխվում է սարսափի։ Նա մոռանում է Մանանի փախուստի մասին, մոռանում է Գրիշոյի ու Հունանի դեմ իր պայքարը։ Այժմ միակ կարևոր բանը Դավիթի կյանքն է։ Տեսարանը, որտեղ Լեոն ու Դավիթ պապիկը խուճապահար, գունատված ու հուսահատ վազում են դեպի հիվանդանոց, ստիպում է սիրտը կծկվել։ Պապիկի համար սա կրկնակի հարված է։ Նա արդեն իսկ կորցրել է մեկ որդու։ Արդյոք նրա սիրտը կդիմանա թոռան կորստի վտանգին։ Սարգսյանների ընտանիքը հայտնվել է կրակի օղակի մեջ։ Մի կողմից մակունցների վտանգավոր խաղերը եւ Մանանի ռիսկային շանտաժը, իսկ մյուս կողմից Դավիթի կյանքի համար մղվող պայքարը հիվանդանոցում։ Ինչպես կավարտվի այս օրը եւ արդյոք Մանանի համարձակ քայլը կտա իր արդյունքը, թե կհանգեցնի նոր ողբերգության, կիմանանք առաջիկա սերիաներում, իսկ դուք այս թեմայի առնչությամբ գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։